Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է բերել շարունակական ապօրինի կալանքում գտնվող ազգային բարերարին, մաղթել տոկունություն եւ ամրություն։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով կշարունակի ազգօգուտ ներդրումը հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության, գրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Օկուպացված Կովսականից Իլհամ Ալիևը հայաստանյան քաղաքական կյանքում բացահայտ միջամտության փորձ է արել։ Ալիևը պիտակավորել է այն շրջանակներին, որոնք դիմադրում են Բաքվի հարկադրանքի քաղաքականությանը, ասելով, թե Հայաստանում որոշ ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով։ Ադրբեջանի նախագահը հարձակողական հայտարարություններ է արել Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հասցեին, կասկածի տակ դնելով նրանց անվտանգությունը։ Նրա պնդմամբ դիտորդները անպաշտպան են ադրբեջանական զինուժի արչև եւ ընդամենը մեկ հարվածը կարող է կանխորոշել նրանց ճակատագիրը։ Բռնապետ Ալիևի պնդմամբ պետք չէ Հայաստանին պաշտպանել Ադրբեջանից, քանի որ իրենք արդեն հասել են իրենց ուզածին։ Նմանատիպ հայտարարություններով Ալիևը փորձում է ստեղծել անպատժելիության պատրանք, մի կողմից սպառնալով միջազգային դիտորդներին, մյուս կողմից թիրախավորելով Հայաստանի պետականամետ ուժերին։ Սա բացահայտ մարտահրավեր է ոչ միայն Երևանին, այլև ողջ միջազգային հանրությանը, որը ականատես է լինում, թե ինչպես է հարևան երկրի բռնապետը փորձում վերահսկել Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ու անվտանգային միջավայրը։ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտությունն ավարտելու առաջարկի պատասխանը։ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի վերջին տեքստին այսօր փոխանցվել է Պակիստանի միջնորդին, հայտնել է ԻՌՆԱ հեռուստաընկերությունը։ Այս պատասխանը սակայն այդքան էլ դուր չի եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հայտարարությունից ժամեր անց նա ասել է, թե կարդացել է Իրանի պատասխանը։ Թրամփին այնքան չի գոհացրել առաջարկի տեքստը, որ Իրանի ներկայացուցիչներին ներկայացնելիս օգտագործել է այսպես կոչված ներկայացուցիչներ արտահայտությունը։ Ինձ դա դուր չի գալիս, դա բացարձակապես անընդունելի է, ասել է Թրամփը, բայց թե ինչու եւ ինչ հիմքերով Սպիտակ տան ղեկավարը չի պարզաբանել։ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրիմանյանն կոչ է արել այդ երկրներին չենթարկվել ԱՄՆ-ին, այլապես նրանք կբախվեն շատ լուրջ խնդիրների։ Իսլամական Հանրապետությունը նաև կընդլայնի ռազմական գործողությունների գոտին, եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը կրկին ագրեսիա սկսեն իրենց դեմ։ Добрый вечер. Ուկրաինայի դեմ պատերազմը մոտենում է իր ավարտին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել Մոսկվայում կայացած հաղթանակի օրվա շքերթից հետո լրագրողների հետ զրույցում։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել երրորդ երկրում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, ընդգծելով, որ նման հանդիպում հնարավոր է միայն երկարաժամկետ խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման համար, այլ ոչ թե բանակցություններ վարելու նպատակով։ Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ երկու երկրները համաձայնել են երրորդյա հրադադարի եւ 1000 գերիների փոխանակման, ինչը որոշ փորձագետների մոտ դիվանագիտական առաջընթացի զգուշավոր հույսեր է արթնացրել։ Չնայած խաղաղության մասին հնչող հայտարարություններին եւ հայտարարված հրադադարին, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հարձակումները չդադարեցնելու մեջ։ Ի պատասխան եվրոպական անվտանգության շուրջ հնարավոր բանակցությունների մասին հարցին, Պուտինը նշել է, որ իր համար նախընտրելի բանակցողը մնում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Передали украинской стороне предложение об обмене и направили на Украину список из 500 украинских военнослужащих, находящихся в России. Անտավիրուսի բռնկման հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված Հոնդիուս Սպոսանավ Վայսօր առավոտյան ժամանել է Տեներիֆեի Գրանադիլիա նավահանգիստ։ Նիդերլանդների դրոշի ներքո նավարկող այս նավում հայտնաբերված վարակի հետևանքով արդեն 3 մարդ է մահացել։ Նիդերլանդների 2 եւ Գերմանիայի 1 քաղաքացի, իսկ ընդհանուր առմամբ հաստատվել կամ կասկածվում է վարակման 8 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության խնդրանքով Իսպանիան ստանձնել է ուղևորների տարհանման գործընթացը, որը համակարգելու նպատակով կղզի է ժամանել նաեւ ԱՀԿ գլխավոր տնօրենը։ Նա բացնամակով դիմել է տեղի բնակիչներին հավաստիացնելով, որ սա նոր կովիդ չէ եւ հանրության համար ռիսկերը ցածր են։ Ըստ մշակված պլանի ուղևորները նավից ափ կտեղափոխվեն փոքր նավակներով, որտեղ բժշկական ստուգում անցնելուց հետո հատուկ մեկուսացված ավտոբուսներով կտեղափոխվեն օդանավակայան իրենց երկրներ
երկրներ մեկնելու համար։ Առաջինը կտարհանվեն Իսպանիայի քաղաքացիները, իսկ նավի անձնակազմի 30 անդամները կմնան բորտում եւ կուղղվեն դեպի Նիդերլանդներ, որտեղ նավը կենթարկվի ամբողջական ախտահանման։ Մինչ այդ առողջապահական մարմինները տարբեր երկրներում, այդ թվում Սինգապուրում եւ Մեծ Բրիտանիայում շարունակում են հետագծել նախկինում նավից իջած կամ հնարավոր կոնտակտ ունեցած անձանց։ Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն հնարավոր է նաեւ մարդուց մարդ փոխանցումը, ինչն էլ հանդիսացել է նման խիստ նախազգուշական միջոցների պատճառը։